Կարճ, ինչպես կարող է մեզ եղբայր լինել կամ դաշնակից մի ժողովուրդ, ով իր արյունակից եղբորն անգամ չի խնայում, էլ աշխարհիս երեսին ծանր զենք չթողեց, որ իր աղբոր վրա չկիրառի, անգամ երեխեքին առևանգեց տարավ ու պղծեց։ Խոսքս ռուսի մասին է, ով սարսափելի վայրագություններ է անում Ուկրաինայում։ Եվ ես ոնց կարող եմ նրան դաշնակից համարել, երբ որ Պետրոս առաջինից մինչև Պուտին վերջին մեզ խաբել են ու մեր հանդեպ գործած հանցագործությունը իբրև բարեգործություն վաճառել մեր վրա։ Վերջի դեպքերը Արցախը փոխեցին մայր հայրենիքից, առան իրենց հովանու տակ եւ Արցախի դռները բացեցին ազերու առաջ։ Միայն ու միայն ազերու առաջ։ Եվ ունենք այն, ինչ որ ունենք։ Սա փորձն էր Լենին Ատաթուրքի։ Նրանք նոր բան չմոգոնեցին։ Նրանք արեցին այն, ինչ որ արել էին 100 տարի առաջ։ Հիմա էլ սպառնում են գազի գնով։ Սահմանին գազը $170 են հայտարարել։ Ներսում գազը իրացվում է բնակչի վրա $350, հիմա էլ սպառնում են, թե $600։ Սա դաշնակցային հարաբերություն չէ։ Սա սպառնալիքով մարդկանց, պետություններին, ժողովուրդներին իրենց լծի տակ պահելու տարբերակ է։ Մեր դժբախտությունը այնտեղ է, որ Պարսկաստանը նույնպես եղել է Ռուսաստանի համախոհը։ Եվ մենք հնարավորություն չենք ունեցել այլ ընտրանքի։ Եթե Ռուսաստանը իր գազը բարձրացնի, մենք գնանք Պարսիկի դուռը, նա Ռուսի հետ պայմանավորված կարող է մեզ մերժել։ Բայց ոչինչ։ Մենք տեսնում ենք, որ Պարսիկի հետ էլ փոփոխություններ է տեղի ունենում։ Որ Պարսիկը խելքի է գալիս, իսկ ռուսն էլ կործանվում է։ Ու մեր համար այլընտրանք գազի, ոչ թե լինելու է ռուսական $600 գազը կամ ադրբեջանական չգիտեմ ես ինչ քանի դոլարանոց գազը, այլ կլինի պարսկական մատչելի գազը։ Տարածաշրջանում շատ բան է փոխվում։ Էլ եմ ասում, Պարսիկը խելքի է գալիս, իսկ ռուսը կործանվում։ Համբերություն։